Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօրվա Postscriptum հաղորդաշարը փոքրինչ տարօրինակ եւ անսպասելի ձևով պետք է սկսենք Ազատության հրապարակից, բայց մեր պատճառը հարգել է, որովհետեւ իմ զրուցակիցն է Ազատության հրապարակում հացադուլ անող Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանն է։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, որ մեզ հատկացրել եք ձեր ժամանակը։ Խնդրեմ։ Բարի վերադարձ Ազատություն հրապարակ։ Ես ուզում եի նախ եւ առաջ հարցնել ինչպես եք ձեզ զգում եւ բարոյապես եւ ֆիզիկապես։ Բոլոր առումներով ես ինձ լավ եմ զգում, արդեն երկրորդ օրը հրապարակում եմ, այցելում են համակարգացիներ առանց որևէ հրավերի, առանց որևէ գոչի եւ հայտնում իրենց զորակցությունը, համերաշխությունը ցույց տալու համար, որ սա մի առանցին վերցած քաղաքացու ահազանգը, անհատական ահազանգը չէ, այլ մի ընդհանուր ժողովրդի ակնկալիքի մի փոքր արտահայտություն է եւ եկել են շարքային քաղաքացիներ, գյուղացիներ, մտավորականներ, բանվորներ, քաղաքական գուսակցությունների ներկայացուցիչներ ցույց տալու համար, որ մենք կամաց հաղթահարում ենք առանցին հոսանքներով հատվածաբաշխական ուղին եւ անհրաժեշտ է որ ժողովուրդը վերջապես ինքը իր իրավունքի դերը դառնա։ Հա, այդպիսի մեկնաբանություն եմ լսել, որ ձեր այս ակցիան ինչ որ ձևով կապված է համազեկուցողների, Եվրոպայի խորհրդի համազեկուցողների Հայաստան այցի հետ։ Ինչ որ պատճառահետևանքային կապ կա, այսինքն նրանց ներկայությամբ եք ուզում այդ ակցիան անել, թե չէ։ Ոչ, սխալ է, իհարկե յուրաքանչյուր քաղաքական միավոր կարող է իր քաղաքական ամբիցիաների համեմատ կամ լրագրողի իր ստեղծագործական թռիչքով կարող է այս կամ այն մեկնաբանություն տալ, բայց ոչ, ընդհանրապես կապ չկա այդ երկուսի միջև։ Կարելի է ասել, որ հիմնական մեխը, թեև կարող ենք ասել, որ ուշացած գիտակցում է, որ Փետրվարյան հուշակրով, որ գործող նախագահ, օգտագործելով նախագահական նստավայրը, որպես գուսակցաբեդ առաջադրեց իր տեխնազությունը առաջիկա 7 տարիների համար, փաստորեն դա Հայաստանում հրճակեց նոր իրավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն պաշտոնապես վերածում է Հայաստանի գուսակցաբեդության եւ դրա արդիվ ժառանգությունը ազգային ժողովի փետրվարի 28-ին արեց իր հայտնի հայտարարությունը եւ արգախեց իր մասնակցությունը դրան հետևեց իմ կարծիքով արդեն իշխանավորների կողմից բաժիջ գործողությունը մարտի 3-ին հանրապետության հրապարակում մեր պատգամավորների եւ համակարգացիների նկատմամբ իսկ դրանից հետո մենք ունեցանք մեր նիստերը մեր ամսի 13-ի խորհրդի նիստը որոշեց որ ազգային ժողովից մինչեւ հրապարակ մենք պիտի շարունակենք մեր պայքարը իշխանությունների ամբողջական եւ օրինավոր եւ արդահերթ փոփոխության համար մենք հիմա գտնվում ենք հրապարակում։ Իսկ այսինքն դուք եվրոպացիների կամ չգիտեմ օտարների վրա ասածապես հույս չեք դնում որ նրանք պետք է օգնեն մեզ, չգիտեմ, ժողովրդավարացնեն եւ այլն։ Ոչ, ամենևին ոչ, մեկ-մեկ իրենք պետք է կարողանան իրենց ժողովրդավարական չափանիշներին իրենք հասնել եւ շատ անգամ իմ գոչը երեկվա այդ բաց մեր ժողովում այն էր որ իհարկե մենք ցկտում ենք եվրոպական արևմտյան քաղաքակրթության դրան աղբյուրներից մեկը մենք ենք Եվրամիության անդամ կարող ենք լինել բայց Եվրոպան ոչ միայն մենք պիտի դուրս գանք այդ բարձր հարթություն Եվրոպան ինքը պիտի նաև աշխարհակաղակական իր առաջնահերթություններով չսպանի, չխեղդի, ասենք Հայաստանի նման երկրների ժողովրդավարության թեկուզ ձիլերը։ Դրա համար հատուկ հայտ չկա, գիտեք ինչ երբ որ մարդիկ այդ հղումը գադարում են օտարներին, դա նշանակում է որ իրենք այլ բովանդակային ասելիք չունեն։ Դա նշանակում է իրենց ասելիքը բովանդակազուրկը միայն պիտի հղում անեն թե ով որտեղ է ծնվել, թե որ բادرագությունը Հայաստան է այցելում։ Այս քաղաքացիական ահազանգը, այս համեստ ինքնազրկանքի առաջարկը թե գործող իշխանություններին, թե ընդդիմությանը, թե հասարակությանը ամենակարևորը կապ չունի որևէ այլ երկրի կամ մայրաքաղաքի հետ։ Վաղը Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, արդյոք ինչ որ ձևով կապված է ձեր այս ակցիան եւ այն իմաստով, որ հիմա Ազատության հրապարակը բաց է եւ քաղաքացիները հանգիստ գնում գալիս են բարեբախտաբար, կարծես թե ձեր շնորհիվ։ Կարող է պատահել, որ ձեր այդ ակցիայով ընդհանրապես Ազատության հրապարակը բացվի քաղաքացիների համար եւ նաեւ վաղվա անդիմության միտինգի համար։ Ես Ազատության հրապարակում եմ հիմա քաղաքացիների շնորհիվ, ոչ թե հակառակը, ոչ մեկի իմ շնորհիվ այստեղ չէ։ Իրենք եկել են, իրենց բնադուր սահմանադրական իրավունքն են իրացնում ինձ հետ միասին եւ թող ոչ մեկը, ոչ իշխանավոր, թե ոստիկանություն, թե չգիտեմ, ծառայություն, փորձի դար համոզել այս քաղաքացիներին, որ այս հրապարակը իրենց չէ։ Սա մեր ազատության, անկախության,
ազգի միասնություն եւ Արցախի ազատագրման խորհրդանիշ եւ սա ոչ միայն խորհուրդ է, սա նաեւ իրավունք է։ Դրա համար ես ասում եմ, որ սա ողջունելի է, ժառանգությունը եւ մեր համագիները միշտ մասնակցել ենք այլ ուժերի հրավիրած հավաքներին, հագ լինի, դաշնակցություն լինի, հասարակական դարբեր գազագերբություններ, մենք պիտի հաղթահարենք այդ անհատաբաշխության, լիդերաբաշխության, չգիտեմ, հարթագաբաշխության բահը եւ հասկանանք, որ հասարակությունը ինքը իրավադիրության մեր օրագարկը ինքը պետք է սահմանի եւ այն ռեպլիկները հիմա որ տեսնում ենք թե փորձում են մտածել թե ինչու այսպես դուք գիտեք որ փետրվար 28-ին ազգային ժողովում մենք մեր հայտարարությունը արեցինք դրանից հետո հաջորդը մարտի 1-ի դարելիցներ մենք մեր գամքով մասնակցեցինք այդ հուշ հանրահավաքին դրանից հետո այլ հանրահավաքներ կնեն ժառանգությունը եւ ժողովուրդը վստահ եմ կմասնակցի եւ մենք ողջունում ենք այդ մասնակցությունը այստեղ լինի թե այնտեղ այստեղ եւ հույս ունեմ որ օրերից մի օր կլինի ամփոփ ժողովուրդը կլինի միևնույն հրաբարակում բայց իմ բահով ես կարող եմ ձեզ ասել որ իմ բադիվն է լինել ազատության հրաբարակում եւ մինչեւ իմ ազատության ձոմի ավարտը ես այստեղից չեմ հեռանալ։ Այ ձեր պահանջները իրատեսական են։ Օրինակ դուք ասում եք ստեղծել ժողովրդավարական երկիր։ Հնարավոր է մեկ հացադուլով կամ մեկ գործողությամբ Հայաստանում ստեղծել այնպիսի բան, որը 200 տարի է պահանջում դրա համար։ Գիտեք ինչ, լավ հարց է, բնական քաղաքական հարց է, բայց կարող եմ պատասխանել հետեւյալով, որ պատասխանս կլինի այո, որտեղ եթե ես ոչ պատասխանեմ, նշանակում է, որ չարժի ընդհանրապես ապրիլ, իզուր է կյանքը, եթե մենք մեր սերունդով այս քաղաքացիները չենք փոխելու մեր երկիրը։ Մենք ենք, որ պիտի փոխենք այս երկիրը ազատության հրաբարակից մինչև հանրապետության հրաբարակ, նախագահական նստավայր եւ մատենադարան։ Եվ ես կարծում եմ, որ ակնկալիքները, որ ես ունեմ, շատ բնական են, որտեղ ես համարում եմ, որ միգուցե բարախախ չէ ես այնպես ոչ մեկից ոչ մի խնդրանք չունեմ, ոչ էլ անձնական պահանջ չունեմ։ Ես ասում եմ, որ ժողովուրդը արդեն ձևավորել է համապետական պահանջարկը, որը նշանակում է հիմնականում ժողովրդին դարձնել, վերադարձնել ընտրելու իրավունքը, խոսելու իրավունքը, դերակատարություն ստանալու իրավունքը, ազատություն հրաբարակում հավաքվելու իրավունքը։ Եվ այս իմ կարծիքով արտակարգ իրավիճակում, որը ստեղծվել է, գործող իշխանությունը որին ես քննադատել եմ գուսակցաբեդություն ստեղծելու համար, պետք է քոնե այնքան խիղճ եւ սառը դատողություն ունենա, որովհետեւ ինքը հասկանա, որ արտակարգ լուծումներ են պետք եւ պետք է ինքը փաստորեն քայլի գնա, հրաժարական տա, պետք է հրաժարական տա, պետք է պաշտոնականացնի արդեն ժողովրդից եւ սահմանադրական իր բարդականությունից հրաժարումը, որ արդեն եղել է, եւ նվազագույնը ապահովի ժողովրդի իշխանության իրացումը առաջի անգամ 1995 թվականից այս կողմից երկրորդը Արամ իմ ակնկալիքը հասարակության ուղղված է եւ նաեւ ընդդիմադիր իմ գործընկերն դրա հետ մեկտեղ հասարակությունը չի կարող մնալ ֆատալիստ ընդունող ճակատագրաբաշտ իրավիճակում եթե պիտի փոխվի երկիրը փոխվի կյանքը մենք պիտի ամեն մեկը իր դնից իր կաբինետից իր գրասենյակից իր գուսակցական քարագուսիներից դուրս գա եւ ինքը պիտի հասարակական իրավադիրական օրագարկ ստեղծի հասարակությունը ժառանգությանն է ասել դու բիդանի ես մեզ ներկայացնելու որևէ տեղ իշխանությունում խորհրդարանում այլուր եւ մնացածը ես կարծում մնացածի համար նույն չափանիշը պիտի լինի երբ այս գուսակցությունները որ առանցին լավ եւ ոչ լավ գործեր են անում իրենք վերջապես հասկանան որ նոր վիճակ է եւ բոլորին միանալով պիտի հրաբարակում ժողովուրդը հաղթի Վերջին հարցը, պարոն Հովհաննիսյան, էլի ինչ-որ խոսակցությունների մակարդակով, ինչքանով է ձեր ակցիան կապված մեծ պահքի հետ։ Նախ ես իհարկե մեծ բակի շրջանում ենք եւ ես ալ մինչեւ մարտի 15-ը փորձել եմ պահպանել մեծ բակի կանոնները։ Եղել են իշխանական շրջանակներ, որ փորձել են այդ գաբը հաստատել։ Հիմա եթե օրինակ եմ ազգային ժողովի հարկելի փոխխոսնակը իր անունից է խոսում, ես իրեն հրավիրում եմ այսօր այստեղ ազատության հրաբարակ, իմանալու համար, եթե այստեղ միասին գիշերելը մեր իրավունքի ազատության կենտրոնում դա հաճելի է, թե չէ։ Եվ եթե ինքը գրում է իշխանության հավաքական տեսակետը, ես ուրախ կնեմ այս գիշեր
ոչ միայն ոստիկանության սպասավորներին, այլ ողջ իշխանությանը տեսնել այստեղ ճշտելու համար, թե սա որքանով կապված է Սուրբ Բաքվի հետ եւ որքանով կապված է սա Հայաստանի ժողովրդի սահմանադրական իրավունքի իրացման հետ։ Միգուցե դրանք իրար հետ կապված են, բայց մի բան կարող եմ ասել, որ ժողովրդի իշխանությունը, ժողովրդի ձայնը դա Աստծո իշխանությունը եւ Աստծո ձայնն է, դրանք իրար արդացոլանքն են։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան զրույցի համար եւ հուսով եմ մենք կհանդիպենք արդեն ստուդիայում հաջորդ անգամ։ Մեծ հաջողով, շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, այսքանով մեր հաղորդումը ավարտվում է, վաղը մենք միտինգի օրը նույնպես կհանդիպենք կամ ստուդիայում կամ դրսում, ինչպես որ ստացվի։ Շնորհակալություն ուշադրության համար։